Մենք զբաղվում ենք մեղվաբուծությամբ պապիկիցս եկած է, շուրջ 60-ից 70 տարի։ Մեր բրենդը ճիշտ է 2 տարվա բրենդ է, 2 տարի է մեր բրենդը արդեն ներկայացնում ենք Golden Hive Honey։ Արտադրում ենք բազմածաղկային մեղր, Վարդենիսի բերում ենք Արարատյան դաշտավայր, հետո Վարդենիս, հետո Սևանի ավազան, արտադրում ենք նաև մոմով մեղր, ռամպայով մեղր, մայրակաթով մեղր, ունենք ստեղ կրեմ մեղր տարբերակներ, չպատմեմ կրեմ մեղրի մասին, կրեմ մեղրը նույն մեղրն է, ինքը գյուրեղացած մեղրը, մեկ էլ նոր մեղրը խառնում ենք իրար, հետո հարում ենք մի շաբաթվա ընթացքում, այդ գործողությունը մի շաբաթ կամ 10 օր տևում է։ Հարում ենք, ստանում ենք կրեմ մեղր տարբերակը, ինքը բյուրեղները քայքայվում է, ավելի հաճելի է, էլի մարդու քինքին դառնում։ Արտադրում ենք նաև մայրակաթով մեղր, մայրակաթը շատ հզոր միջոց է, իմունային համակարգը բարձրացնող, մի խոսքով էս հիվանդությունների դեմ պայքարող միջոց է, որպես իրան դեղամիջոց, սենց ասեմ, դեղամիջոց որպես օգտագործենք, օրինակ շաբաթվա մեջ 2-3 անգամ լեզվի տակ դնելով տենց են օգտագործում մայրակաթով մեղրը, առանձին մայրակաթը ինքը պահպանվում է մինուսավոր ջերմաստիճանի տակ, -18-ից մինչև 20 աստիճանի տակ, մենք սես խառնում ենք մեղրի հետ պահպանվում է ինքը, մեղրի մեջ են որ դնում ես չի փչանում էլի, իսկ եթե առանձին մայրակաթը մի քիչ դժվար է էլի իրան հենց առանձին պահպանելը մինուսավոր ջերմաստիճանի տակ։ Տեսեք, ասեմ, ուրեմն անոթային խնդիրներով մարդիկ չեն կարող օգտագործել, սրտի հետ կապված հիվանդ մարդիկ չեն, շաքարային դիաբետ, մի խոսքով սրտի հետ կապված, անոթների հետ կապված մարդիկ չեն կարող օգտագործել։ Ոչ մի հավելում չի պահանջում ինքը, նույն մեղրն է, ուղղակի հին մեղրը, օրինակ անցած տարվա բյուրեղացած մեղրը, որպես սերմ ենք օգտագործում իրան ու խառնում ենք նոր մեղրը։ Հարելու միջոցով ստանում ենք կրեմ մեղրը, քիմքին մարդու ավելի հաճելի է, էլի դառնում կրեմ մեղրը մի խոսքով։ Օրինակ իմ երեխան էս սովորական մեղրից չի ուտում, բայց էս կրեմ մեղրից ուտում է։ Ներկայացնում ենք Արար բնական խնամքի միջոցները, որոնք արտադրվում են Գեղարքունիքի մարզում, հենց Գավառում։ Արար անվանումը գալիս է հենց արարել բառից։ Մեր միջոցները ունենք տարբեր ենթախմբեր, ունենք մեղվամթերքի հիմքով պատրաստված քսուկներ, որոնք հիմնականում պատկանում են բուժիչ ենթախմբին, եւ ունենք հատուկ նրանց համար, ովքեր զգայունություն ունեն մեղվամթերքի համար, բոլոր տեսակի խնդիրների դեպքում լուծում առաջարկում ենք, ունենք բուժիչ քսուկներ, մահլամ, ակնամամի ոգեթուր, նույն ինքը պրոպոլիս, արդեն նորացված ձևով, տարբերակով ներկայացված, աչքերի շուրջ քսուկներ ունենք, դեմքի խոնավեցնող քսուկ, մազաթափության, սնկային հիվանդության, հոդացավերի, այրվածքների, ճաքերի կանխարգելող միջոցներ ունենք, պարունակում է ակնամամի ոգեթուր, մեղրամոմ, ակնամոմ, ինքը հիմնականում օգտագործում է այրվածքների, ճաքերի, երակների լայնացման, հոդացավերի դեպքում։ Սա դեմքի խոնավեցնող քսուկն է, այս դեպքում արդեն մեղվամթերք չի պարունակում, ինքը խոնավեցնում է դեմքը, առացկական է դարձնում, իր մեջ ձգում եւ սպիտակեցնում է ու նաեւ տոնայինի տակից լավ հիմք է հանդիսանում։ Սրանք արդեն մեր աչքերի շուրջ քսուկներն են, սա ակնամամի ոգեթուրն է, 20%-անոց, պրոպոլիս, իրան օգտագործումը բազմակի է, իրեն եւ խմում են եւ քսում են, դեռահասների տարիքում հիմնականում խորհուրդ ենք տալիս ցանավորման դեպքում, չորացնում է եւ դուրս է բերում ցանավորումը, ելի մեղվամթերք է պարունակում։ Ես Լիլիթ Նենչոբանյան, տեղափոխվել եմ Արցախից, այժմ բնակվում եմ Արմավիրի մարզում, Դաշտ գյուղում, զբաղվում եմ մեղվաբուծությամբ, արտադրում եմ մեղր եւ մեղվամթերք, մեղուների, մեղվանտանիքների արտավաճառքով, ներկայացնում եմ Մռով մեղր բրենդը, Մռովը դա իմ ծննդավայրում սարն է, հայրենի գյուղը հենց Մռովի փեշերին է եւ բրենդս կոչվում է հենց մեր սարի անունով։ Ստանում եմ հիմնականում հանքավանի բազմածաղկային մեղրը, որը այսօր ներկայացնում եմ այստեղ։
Ունենք նաև այսպիսի հետաքրքիր անդեղենով տարբեր մեղրի տեսականիներ, որը շատ օգտակար է էներգետիկ է։ Արցախում հայրս էր զբաղվում, ես մեղվաբուծությամբ Արցախում չեմ զբաղվել, ես Արցախում զբաղվել եմ մսամթերքի և կաթնամթերքի արտադրությամբ։ Այստեղ արդեն պայմանները ավելի սուղ են, ավելի սահմանափակ, փորձեցի մեղվաբուծությունը փառք Աստծո ստացվեց, այսօր արդեն փոքր, բայց հստակ քայլերով գնում ենք առաջ։ Բարև ձեզ, ներկայացնում ենք Աղաբաբյան ցանին, Սարուխանի տարածաշրջանի մեղրն է, Գավառի տարածքում, պետքա որ հայտնիներից մեկը լինի։ Ներկայանում ենք բազմածաղկային մեղրով, որն իր օգտակար հատկություններով կարծում եմ շատերին է ծանոթ։ Ունենք բազում արտադրանք, նույնիսկ նորամուծությունների շարքին է պարունակվում մեր մաքուր մեղրի օղի տարբերակը, ունենք նաև կոնյակ։ Մեղրներից ամենաշատ և պահանջարկ ունեցող տարբերակը դա մայրակաթով մեղրն է։ Իդեպ ասեմ, սառնախցիկում դրված տարբերակները սառնախցիկում հենց մաքուր մայրակաթով մեղրերն են վաճառվում, քանի որ այստեղ ջերմաստիճանի խնդիր կա, մեղրի հետ խառնված խառնուրդ տարբերակները կարելի է նաև այս տարբերակներով մատուցել, էլի օգտակար հատկությունները լրիվ նույնն են, մի շարք հիվանդությունների բուժման խթանիչ է հանդիսանում այս տարբերակները, ունենք ինչպես կոմպոզիցիային տարբերակներ, ունենք նաև հատնտիր վաճառքի համար նախատեսված տարբերակներ ևս։ Ունենք ծաղկափոշի, ծաղկախյուս, իմունային համակարգը բարձրացնող տարբերակներ են, ովքեր որ սպորտով կամ ջիմով են զբաղվում, սպիտակուց է իրենից ներկայացնում, էներգիան անհակ, անսպառ էներգիա ունենալու համար, օրինակ ամեն առավոտյան մեկ թեյի գտալ կարելի է իրան ուղղակի ծամել, այն մարդիկ, ովքեր որ գերհոգնած են լինում, թե աշխատավայրի, թե հոգսերի պատճառով, որ կոտրատվում է նույնիսկ մարմինը, կարելի է այս պարագան օգտագործել, մի թեյի գտալ, իրեն կարելի է հենց մաքուր իրենով օգտագործել, կարող են մածունի մեջ խառնել, կարող են մեղրի հետ ունկնդրել, էլի ստանալու են նույն տարբերակը, ծաղկախյուսը նույնի 3 անգամ խտացված տարբերակն է, կես թեյի գտալ օրինակ իրեն կարելի է օգտագործել կամ մեկ թեյի գտալ ծաղկափոշի։ Կարող ենք մեր մեղրամոմերից պատրաստած մոմերը ունենք, անուշաբույր, որ կարելի է ընդհանրապես ինտերիերի այդ բույրը ապահովել, ունենք նմանատիպ նվերների կոմպոզիցիաներ, որոնք որ արտերկրել կամ մեկը մյուսի տուն գնալիս արդեն ակտուալ են ոչ թե կոնֆետները, այլ նմանատիպ կոմպոզիցիաներ, որոնք ավելի առողջարար են, ավելի գեղեցիկ են ու սննդարար։ Ունենք նաև բուժիչ տարբերակներ, մոմի ցեցից լուծույթ ունենք, ակնամոմի լուծույթ ունենք, ստամոքսի, ուռուցքների, մի շարք խնդիրների և հիվանդությունների բուժման խթանիչներ, որոնք որ մեզ մոտ ևս առկա են։ Օրինակ խոցը ստամոքսի, ուռուցքներ են դինում, կանխարգելում է նորերի առաջացմանը և բուժում է առկա խնդիրները։ Ունենք նաև ընդեղենով տարբերակներ, ընկույզի համադրությունը մեղրի հետ, ինչպես նաև բացի իմունային համակարգից, էլի նաև հիշողության վերականգնման համար, ավելի լավացման նպատակով է օգտագործվում, մաշկի ավելի էլաստիկության համար, որը որ շատ քչերը գիտեն, դա էլ է օգտագործվում։ Հիմնականում հաճախորդները բժիշկներն են և կոսմետոլոգները, նաև կոսմետոլոգների համար նախատեսված հիմա մեղրամոմը ցույց կտամ, այդպես ճորքերիչով անցկացնում են, մասկաներ և տարբեր նմանատիպ պրոցեդուրաների համար օգտագործվում են։ Բժիշկները նաև այդպես դեմ են այն պարագայում, երբ որ ալերգիկ ռեակցիաներ կան նշված հաճախորդների մոտ, այդ պարագայում մենք էլ, օրինակ ակնամոմի լուծույթը, ովքեր որ մեղրի նկատմամբ կամ ակնամոմի նկատմամբ ալերգիկ են, իրենց հակացությունը, նախապես մի հատ կոնսուլտացիոն, այսպես հարցազրույց ենք ունենում հաճախորդների հետ, նոր տրամադրում ենք ճիշտ ավելի տարբերակներ բուժման նպատակը իրականացնելու համար։ Առաջին արտադրությունն է Աղաբաբյան ցանին, որ զբաղվում է մաքուր օղու արտադրությամբ, մաքուր մեղրից և կոնյակի արտադրությամբ։ Սա արդեն իսկ 10 տարվա հնեցում ունեցող կոնյակ է։ 47 աստիճան ալկոհոլային արժեք ունեցող այս օղիները ընդհանրապես գլխացավ չեն առաջացնում, այդ հատուկ են հաճախորդների համար, ովքեր որ գլխացավ են ունենում,
ու մաքուր արտադրություն են պահանջում շուկայից, մենք կարողանում ենք տալ այդ մաքուր արտադրանքը։ Ունենք նաև կրեմային տարբերակ, շոկոլադի համով մեր փոքրիկների սիրած տարբերակն է դեպ առողջ արար քաղցրավենիք, որը կարող են եւ հացով ըմբոշխնել եւ առանց հացի։ Ունենք դարչնային տարբերակով շոկոլադը շատ համեղ է, ես ինքս ձեզ խորհուրդ կտամ։ Նույնիսկ նուտելայից փոքրինչ կտարբերվի, որովհետեւ նուտելայի մեջ ինչ որ վնասակար հավելումներ կան, սրանք լրիվ անարատ պրոդուկտից են։ Ունենք դարչնային համով, դարչինի սիրահարների համար, ունենք շոկոլադով տարբերակները, որ ես ինքս եմ շատ սիրում, դրա համար հատուկ շոկոլադը նշում եմ։ Ցեցի ծերտ, հենց այդպես։ Ցեցի ծերտի լուծույթը էլի ստամոքսա աղիքային հիվանդությունների համար է օգտագործվում, հատուկ բաղադրություն կա, 15 օրյա կուրս է բուժման, այդ մենք տրամադրում ենք բուժման կուրսը գնման ընթացքում հաճախորդի հետ զրուցելիս, իսկ սրանք ավելի շատ մեղվապահները կհասկանան, սրանք հատուկ լուծույթների խառնուրդներ կան, որ իրենք են հենց հատուկ իրենց համար է նախատեսված, իսկ հաճախորդների համար միայն լուծույթները։ Ցեցի ծերտի լուծույթը այս է։ Սպիրտի հետ համադրությամբ է, ինքն էլ էլի թեյի գտալով սոված փորին չափաբաժին հատուկ ունի 200 միլիգրամ ջրի հետ, այդպես 15 օրում ընդունում են ու զերծ են մնում ցանկացած ուռուցքային հիվանդություններից։ Այսինքն շատ հետաքրքիր է մեղվաբուծության մեջ խորանալը, որովհետև այնպիսի բաներ կան, որոնք որ ոչ բոլորին են հասու այդ ինֆորմացիաները։ Մենք աշխատում ենք այսօրվա այդ ընթացքում բոլոր հարցերին կարողանանք պատասխանել։ Ես Հասմիկ Կարապետյան եմ, Արադի մարզից, Խորվիրապ գյուղից։ Մեր մեղուները մենք տեղակայում ենք Խոսրովի արգելոցի հարակից տարածքում, Խաչաձորի տարածքում, որը գտնվում է 2800 մետր բարձրության վրա։ Խոսրովի Խաչաձորի տարածքի բնության մեջ մի մեծ մասը բուսականության 86 տեսակի բույսեր կարմիր գրքում են, ինչից որ մեղուները նեկտար են բերում եւ մեղրը ավելի բարձրակարգ է ստացվում, առողջարար է ստացվում։ Մեղրամոմեր ունենք, բոլորը մաքուր մեղրամոմից պատրաստված են, երկար են դիմանում, իրենք տանը համարվում են թերապիա, երբ որ տանը կա հիվանդ մարդ, դու կարող եք իրան վառել, շնչել եւ ինքը մինչեւ հոթերը ինքը կարող է շնչառությունը բացել, մաքրել։ 1000 դրամ, 2000 դրամ մեծերը, իսկ փոքրերը նվերներ են։ Սա 300 Գրետան եմ Այվազյան, Վայոց ձորի մարզ, գյուղ Եղեգիս։ Ես Ձորի մեղր այդ ապրանքի հիմնադիրն եմ, իմ արտադրանքն է, ես եմ արտադրում, ես բավականին երկար ժամանակ կարելի ասել 15 տարի զբաղվում եմ մեղվաբուծությամբ, արտադրում եմ մեղր, մեղվամթերքներ, տարբեր ապրանքանիշներ, տարբեր որակի, տարբեր համերի, ընդեղենով մեղր, կոկոկով, պնդուկով, մաքուր մեղրն եմ արտադրում եմ նաև շրջանակների տեսքով մեղրեր, արտադրվում է նաև մեղուների կողմից, մեղուները իրենք որ գործում են, իրանց մեղուների գործած ոչ թե մեր դրած, մեղուների կողմից գործած ու լցրած այդ մթերքն եմ արտադրում, այդ բնամթերքը, որը ունի յուրահատուկ համ, որը շատ օգտակար է, դա արդեն Զաբրուսով մեղրակոչվում է դի, ունենք սերեկով առանձին, Զաբրուսով մեղրն է, որը ամեն ինչը բնական է ու մեղվի կողմից արտադրում, մարդու կողմից ոչինչ չի ավելացվում դրան, թեկուզ մոմաթերթը, այդ բոլորը մեղվի աշխատանքն է։ Մեղում դա մեր բնության մի մասն է, ամենակարևոր մասն է եւ մարդկության համար եւ բնության համար, եթե չլինեն մեղուները, փոշոտում չի լինի, բնությունը մաքուր չի լինի, այդքան բերքառատ բնություն չենք ունենա, մարդկությունը ավելի առողջ չի լինի, որովհետև մեղուներն են բնության սանիտարները եւ ամենամաքուր, անարատ, անմնացող սնունդ արտադրողներն են իրանք։
Սա քլորելա է կոչվում, քլորելան քլորոֆիլի մեծ պարունակությամբ մինչև 60% քլորոֆիլի ու քլորելայի բջիջների պարունակությունը։ Քլորելայի կենդանի բջիջների մի գրամի մեջ պարունակում է 27-30 միլիոն բջիջ։ Քլորելա կոչվում է քլոր բառի ոչ մի ասոցիացիա չունի, ու ասոցիացիա, բայց կապ չունի։ Քլոր կոչվում է կանաչ, էլա մասնիկ, փոքր մասնիկ։ Դա հուներենից կանաչ փոքր մասնիկ։ Դա իր բջիջի մասները, իր բջիջները հավասար են բանով, չափերով արյան գնդիկներին։ Ու իրանք չեն մեծանում, իրանք մենակ արան բազմանալ, ասենք, եթե մի ջրիմորները բան ունեն, հատկություն ունեն մեծանալու, որ իրանք կարող է տեսանելիներ են բան, սա չէ, սա միաբջիջ, սա կյանքի աղբյուրն է, որ ասենք, բոլոր տեղ ինքը գոյություն ունի, բոլոր գետակների, առվակների մեջ ինքը գոյություն ունի, բնության մեջ ինքը շատ մեծ գոյություն ունի։ Ինչպես մարդկանց, որպես ասենք բիոակտիվная добавка к рациону մարդկանց, մակրոօրգանիզմը ունեցել աղիքները, շատ ուժեղ, աղիքները, երիկամները, լրիվ կան բժշկական հաստատություններ, ես ինչ-որ ասում եմ, դա ասենք հաստատված բաներ են, ես ունեմ լրիվ բոլոր բաները են, դոկումենտները, սերտիֆիկատները, Եվրոպայի օրգանիկ սերտիֆիկատները, ինքը լրիվ օրգանիկ է, աճեցնում ենք լաբորատոր պայմաններում, ստիրիլ, polностью, ակվարիումների ապակու մեջ, հատուկ բաներով նպաստում ենք իրանց զարգացմանը, ամբողջ Եվրոպան օգտագործում է, շատ մեծ քանակությամբ արտադրում են Գերմանիայում, Դանիայում, Հոլանդիայում շատ մեծ քանակություններով։ Ոչ մի հակացություն չունի։ Ինքը երեխաներից սկսած, հղի կանացից վերջացած ոչ մի հակացություն չունի ինքը։ Պրոստը տալիս է 28 լիտր, 14 լիտր, դա մի կուրսն է, որ մարդ խմում է, ու 2-3 ամիս դադարից հետո կարող է կրկնել։